Դա էլ նկարի։ Սպասի, ինա նկարած։ Մեծ էս տա նկարի։ Բաս։ Նկարալս։ Հա, վիդեոյի։ Всё, кетчինք։ Օй, 1000 Նորից կամոք։ Խոչ երանին գա։ Խոխեք շտեղան ցավոտ տանը։ Դու ֆիրման պերես ֆիրման։ Դե ֆիրման։ Այն ֆիրմին կխեն համայրա։ Դե ֆիրման։ Սպասի, ես վերջ ֆիրման։ Հա։ Հա, մի դեմիստիկաց։ Հունց աչ։ Հա, բիդյուրանց, Բիդի թորքերը։ Հա։ Դες հատետ պեյու տոշկան շտեղա։ Թորքերին։ Հա։ Դες տղել կապել է։ Ես կամերում քնսեստա նստած։ Չէ։ Սա հիվներ են։ Օ, շքանան շոտ, մամանք։ Ես կամում արդեն։ Սիրելի հետևորդներ, ինչպես եւ խոստացել էի, ես այսօր հրապարակում եմ մի հատված մեր հատուկ ջոկատայինների, ավելի ճիշտ կլինի ասել արդեն նախկին հատուկ ջոկատայինների կողմից կատարված օդային նկարահանումներից։ Այս նկարահանումները կատարվել են 2020 թվականի հոկտեմբերի 27-ի գիշերը ժամը 2-ի մոտակայքում եւ ինչպես առաջին հատվածում տեսանյութի տեսակ, հենց դա այն, այսպես ասած, լայվ հատվածն էր, որտեղ դուք տեսաք այն սարքի ինչով որ աշխատում էին մեր հատուկ ջոկատայինները եւ եթե հիմա դուք ընդհանրապես տեսնում եք պատկերը, որպեսզի պատկերացում կազմեք այդ սարքի վրա, դուք տեսաք, որ այնտեղ երևում են եւ կոորդինատները եւ ամեն ինչ, այսինքն հատուկ ջոկատայինները, որոնք հատուկ հրահանգ էին ստացել գնալ եւ հայտնաբերել, որ թե արդյոք դեպի Շուշի շարժվող որևէ ուրեմն հակառակորդի ուժեր կան թե չկան, նրանք ոչ միայն կարողացան հաջողությամբ հայտնաբերել բոլոր 3 խմբերին, որոնք այս կադրերում կտեսնեք միավորվում են, դառնում են մեկ խումբ եւ շարժվում են հանգիստ, անխոչնդոտ շարժվում են դեպի Շուշի։ Այս ընթացքում մեր հատուկ ջոկատայինները անընդհատ պարբերաբար հայտնում են նրանց կոորդինատները, հույս ունենալով, որ այս խումբը կոչնչացվի այս ճանապարհին, դուք կտեսնեք թե ինչքան երկար ժամանակ նրանք հանգիստ առանց տագնապի նստելով, հանգստանալով շարժվում են առաջ, նորից նստում են եւ երկար ժամանակ նրանց հետևում են մեր հետախույզները եւ այդ ամբողջ ընթացքում հայտնում նրանց կոորդինատները, որպեսզի մեր հրետանին մի համազարգով ոչնչացնի այս ամբողջ խումբը, ինչը կարող էր բեկում մտցնել պատերազմում։ Եվ ցավոք սրտի այդ համազարգը այդպես էլ տեղի չի ունենում։ Ահա քարտեզի վրա նշված է այն հատվածը Ավետարանոց գյուղի մոտ, նախկինում Չանախչի, որտեղ որ տղաները հայտնաբերել են ուրեմն հատուկ ջոկատայիններին Ադրբեջանի, ասեմ ձեզ, որ դա Նախիջևանի համազորային բանակի հատուկ նշանակության զորքերն են, որոնք էլ եղել են Շուշի ուղղությամբ գրողող թշնամու զորքերի առաջապահ ստորաբաժանումները։ Ահա տեսնում եք, որ նա ընդամենը 9 կիլոմետր հեռավորության վրա է Շուշի քաղաքից եւ նրանց ճանապարհին Սղնաղ գյուղն է, որտեղ էլ որ նրանք հասնում են հաջորդ առավոտյան, այսինքն ոչ թե հաջորդ նույն առավոտյան նրանք հասնում են Սղնաղ գյուղ, որտեղ որ մեր որոշ ջոկատներ նրանց հետ մարտի են բռնվում եւ իհարկե այնտեղ պատրաստված չեն լինում տղաները, որ հատուկ ջոկատայինները այդպես միամիտ կարող են հայտնվել, մանավանդ որ ինֆորմացիա կար մինչ այդ, որ այդ ձորակները, այդ անտառները, այսպես ասած, սանրվել են եւ հայտնել էին, որ այնտեղ թշնամու զորքերը փախուստի են դիմել այդ հատվածներից։ Իրականության հետ դա չէր համապատասխանում, իրականում այս տեսնում եք հատուկ ջոկատայինների խումբը Նախիջևանի հանգիստ, անխռով, քայլելով, հանգստանալով շարժվում են դեպի ուրեմն Շուշի ուղղությամբ եւ ինչպես ասեցի, առավոտյան շուտ նրանք մարտի են բռնվում Սղնաղում տեղակայված մեր մի քանի ուրեմն ջոկատների հետ, որոնք էլ ստիպված են լինում հետագայում անհավասար մարտի պայմաններում նահանջել։ Այնինչ կարելի էր միջև հասնելը մեր ջոկատների հետ արճակատվելը այս ուրեմն ամբողջ ջոկատը ճանապարհին ուղակի հրետանիով ոչնչացնել։
տեսանյութի այս 13 րոպեանոց հատվածում ուշադրություն դարձեք այս պահին ջերմատեսիլ սարքը ցույց է տալիս որպես սև գույնով է ցույց տալիս բոլոր այն ուրեմն ջոկատայիններին, Ադրբեջանի հատուկ ջոկատայիններին, տեսնում եք, որ մի շարքը գտնվում է ահա ձախ հատվածում, մյուս շարքը նստելով շատ հանգիստ, շատ այսպես ասած ինքնավստահ մտնում են անտառը եւ շարժվում են, հիմա աչի վրա արդեն որոշ ժամանակ հետո կտեսնենք նաեւ մեր գյուղերը եւ նրանք առանց որևէ մի խոչընդոտի հանգիստ այսպես շարքով եւ պատկերացեք, հիմա տեսեք դուք ձեր էկրանին ինչպես որ տեսնում եք, նույն պահին տեսնում են մեր հատուկ ջոկատայինները եւ հենց այս պահին հայտնում են նրանց կոորդինատները, թե որտեղ են գտնվում եւ ձախի վրա այն գիծը տեսնում եք սև եւ այս մեջտեղում էկրանի տեսնում եք այդ ուրեմն շարանը զինվորների, որը շատ դանդաղ, շատ հանգիստ, անվրդով շարժվում են առաջ անտառի մեջով, դուրս են գալու հիմա դուրս են գալու հետո այն բացատային հատվածը, անցնելու են այդ այգիների մեջով եւ հայտնվելու են արդեն Սղնաղ գյուղում, որտեղ եւ մարտի են բռնվելու մեր ուրեմն ջոկատների հետ։ Այս պահին տեսեք ինչքան հանգիստ նրանք առանց ուրեմն մտածելու իրենց գործողություններն են անում, շարքով նստած են մի հատվածում, մյուս հատվածում նույնպես նստելով, հանգստանալով եւ շատ դանդաղ, շատ անվրդով շարժվում են առաջ։ Հենց այստեղ է խնդիրը, թե ինչու այս պահերին, տեսեք ինչքան ժամանակ հնարավորություն են ունեցել մեր հրետանին աշխատացնել, մանավանդ որ մեր հատուկ ջոկատայինները անընդհատ, պարբերաբար նրանց ամբողջ շարժը նկարահանում են եւ հայտնում են ուրեմն նրանց կոորդինատները սանտիմետրերի ճշտությամբ, քանի որ իրենց ունեցած սարքը, որով որ նկարահանումները կատարվում է, տալիս է այդ հնարավորությունը ճիշտ, կոնկրետ նրանց կոորդինատները հայտնել, որը եւ մեր հրետանին կարող էր հանգիստ օգտագործել եւ թույլ չտալ, որ այս մարդասպան ուրեմն ազերիները գային հասնեին եւ գրավեին ոչ միայն Սղնաղը, այլ հետո այնտեղից հետո նրանք շարժվում են արդեն դեպի Քարինտակ։ Իմիջայլոց Սղնաղում այս ուժերի հետ մարտնչել են նաև մեր ոստիկանության ուժերը եւ անհավասար երկար մարտ վարելուց հետո միայն թողել են իրենց դիրքերը, տալով զոհեր, տալով վիրավորներ եւ այստեղից նրանք շարժում են ինչպես ասեցի Սղնաղից ամսի 28-29 հոկտեմբերի արդեն այդ նույն ուժերը գնացել են դեպի Քարինտակ։ Այդ ուժերի մի մասը հարավ-արևմուտքից շրջանցել են Քարինտակը եւ դուրս եկել փոքր Զարուսլու կամ Նաբիլյար կոչվող տեղամասով Շուշի Բերձոր ճանապարհի եւ դեպի Իսայի աղբյուրը, դեպի այդ հատվածն են գնացել։ Հենց նույն այս ուժերն էլ այդտեղ ուրեմն իրենց գործողությունները վերջացնելուց հետո շարժվել են արդեն դեպի Շուշի։ Ճիշտն ասած, մասնագետները ավելի լավ կհասկանան եւ ես պատրաստվում եմ շատ ավելի մանրամասն ուրեմն արդեն մասնագետների հետ քննարկել այս հարցը, ուղղակի որ խոսք է տվել, որ տեսնում եք, չէ՞ շարանը, հիմա որ դուք նայում եք, տեսնում եք այդ շարանը, ես հիմա կփորձեմ մոտեցնել եւ ավելի մոտիկից կտեսնեք ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին, որոնք այսպես ասած իրենց զգում են ինչպես իրենց տանը, շատ հանգիստ անվրդով նրանք հանգիստ շարժվում են առաջ, առանց մտածելու, որ նրանց որևէ վտանգ է սպառնում։ Ինչ է ուզում ես ասել, այս տեսանյութը որպես մասնագետի հետ կարելի ավելի մանրամասն վերլուծել։ Ես ուղղակի որ խոսք էի տվել ձեզ այն ցույց եմ տալու, ես ցույց տվեցի այս հատվածը, այս 13 րոպեանոց հատվածում նույնիսկ այնքան դանդաղ են շարժվում, որ կարելի է մտածել, թե շարքը չի շարժվում, այդքան ժողովրդական լեզվով ասած արխային են ադրբեջանցիները, ես չգիտեմ ինչն է նրանց տալիս այդ վստահությունը, որ նրանց վրա երկար ժամանակ, մանավանդ որ հենց հիմա տեսնում եք, օդում կախված է մեր անօդաչու սարքը, չգիտեմ նա լսվում է նրա ձայնը թե չի լսվում, բայց հավանաբար նրանք մտածում
պետք է որ կասկածեին, որ մենք էլ ունենք անօթաչու սարքեր եւ կարող են հայտնաբերվել, թե ինչն է նրանց տալիս այդ վստահությունը, օրինակ տեսեք այս շարքը հիմա այստեղ տղաները փորձում են հավելյալ ինչ որ ջոկատներ հայտնաբերել, հետ են գալի, տեսնում եք մեջտեղին էկրանում հիմա ձախ մասում այն ադրբեջանցիների այդ ջոկատի մի հատվածը, որ նստած սպասում է մինչև այս հատվածը անտառը կանցնի, հիմա նրանք հանգստանում են, այսպես ասած։ Ես փորձեմ հիմա մոտեցնել, որպեսզի ավելի մոտիկից երևա ադրբեջանցիների այդ ջոկատը։ Սարքը, որը որ նկարահանում են մեր հատուկ ջոկատայինները, ունի տարբեր հնարավորություններ, այստեղ դուք տեսնեք, որ գունային փոփոխություններով նույնպես որպեսզի հստակ երևա, թե շարքը անտառի մեջ որ ուղղությամբ է շարժվում, չնայած անձեն աչքով էլ երևում է նրանց ուղղությունը։ Մենք տեսնում ենք, որ դեռ մի հատվածը նրանց նստած այս պահին վերին աջ հատվածում տեսնում ենք շարքով նստած դեռևս հանգստանում են։ Բոլոր այս 3 խմբերը ուրեմն միավորվելով հասնում են մինչև սղնախ, ինչպես ես ասեցի, սղնախից հետո երբ որ արդեն մեր այնտեղ մի քանի ջոկատները նրանց հետ չեն կարողանում դիմակայել, գիտեք ինչու՞մ է հարցը, որ չպետք է թողնվել, որպեսզի հատուկ ջոկատայինները Նախիջևանից եկած գային հասնեն եւ արճակատվեին մեր մի քանի փոքրիկ ջոկատների հետ։ Այս հարցը ինչպես 2016-ին ես արդեն մի անգամ խոսել եմ այդ մասին, նմանատիպ ուրեմն օպերացիա էին պատրաստել ադրբեջանցիները Ակնայի շրջանում։ Երբ որ նրանք հյուսիսից եւ հարավից Թալիշի եւ ջրականի հատվածում հիշում եք նրանք փորձել էին ներխուժել մեր սահմանները, նույնը արեցին այս անգամ, բայց նախորդ անգամ նրանց հիմնական հարվածի ուրեմն կենտրոնը պետքա լիներ Ակնան, նախկինում Աղդամը որ կոչվում էր, եւ նրանք իրենց ուժերը այսպես ինչպես այս տեսանյութում է երևում, կենտրոնացնում էին Ակնայի դիմաց, որպեսզի հարձակվեն։ Եվ իբարս մեր հմուտ պատերազմ անցած գեներալների, որոնք արդեն նույն այս հատուկ ջոկատայինները այն ժամանակ նույնպես հայտնաբերել էին ուրեմն ադրբեջանցիների կուտակումները եւ ինչ արեցին մեր փանցալի գեներալները 2016 թվականին։ Նրանք ուղղակի սպասեցին, թողեցին, որպեսզի այդ ջոկատները հավաքվեն եւ նույնպես շարժվեն դեպի Ակնա, արդեն խումբ դառած, եւ երբ որ նրանք հավաքվեցին, ուղղակի միասնական համազարգով տարբեր ուրեմն մեր հատվածներից նույն ուղղությամբ, նույն այսպես ասած հետախուզների տված տվյալների վրա ջախջախեցին այդ զորախումբը եւ ինչ արեց Ալիևը, տեսնելով որ իր հիմնական ուժերը ջախջախվեցին, նա ուրեմն զանգեց Մոսկվա եւ խնդրեց այսպես կոչված հրադադարը։ Նույնը կարելի էր այստեղ անել, որտեղ այս հատուկ ջոկատայինները Նախիջևանից հենց այնպես չէին բերել։ Հենց նրանց վրա էր ուրեմն դրված Շուշի մտնելու եւ Շուշին այսպես ասած գրավելու հիմնական խնդիրը եւ նրանք են հիմնական հարվածող ուժը լինելու Շուշիում։ Եվ նրանց ոչ մի դեպքում չէր կարելի թույլ տալ, որպեսզի մոտենան Շուշիի մատույցներին, որպեսզի մտնեն քարին տակ, որպեսզի գնան հասնեն Իսայի աղբյուրը, որպեսզի սղնախը գրավեն եւ այլն։ Այսինքն այստեղ արդեն երբ որ մանավանդ ունեք կոորդինատները եւ մանավանդ մեր հրետանին վերջնականապես ոչնչացված չէր հոկտեմբերի 27-ին եւ 28-ին, հիշում եք դրանից հետո դեռ որքան ժամանակ մենք կռիվ ենք մղել եւ մանավանդ մենք գիտեինք, որ հիմնական կուտակումները այս ուղղությամբ են եւ նպատակը գիտեինք, որ Ալիևը մտադրված է նոյեմբերի 9-ին մտնել հասած լինել եւ Շուշի եւ բարձրացնել իրենց դրոշը, ինչը նա չէր էլ թաքցնում, պետք էր այս ջոկատը ուղղակի ջախջախել ճանապարհին եւ հարցերին պատասխան է պետք տրվի մասնագիտորեն, ես չեմ ուզում իրավական դաշտ մտնել, արդեն դրա համար թող գործեն իրավաբանները, թող գործեն մասնագետները, զինվորականները եւ այլն,
եւ բացատրություն տրվի, թե այսքան երկար, տեսնում եք, հա, ինչքան ժամանակ է, սա ընդամենը տեսագրության մի հատվածն է, քանի որ ինքը մասնագիտական տեսագրություն է, ես ձեզ չեմ ձանձրացնի ավելի շատ հատվածներ, ես այս հատվածները ունեմ իմ մոտ, սա էլ տեղադրում եմ, եւ այս ընթացքում հանգիստ կարելի է ջախջախել այդ շարասյունը եւ ինչու՞ չէ, հնարավոր է որ տեսնելով որ իր այդ հատուկ ջոկատայինները ջախջախնվեցին վերջնականապես ինչպես 2016 թվականին ակնայի մատույցներում, հնարավոր է որ բեկում մտներ պատերազմական գործողությունների մեջ։ Այս հարցերի պատասխանն եմ ես ակնկալում ստանալ հետագայում մասնագիտական ուրեմն եւ փորձաքննությունից եւ մասնագիտական վերլուծությունից եւ դատաիրավական դաշտում եւ ոչ միայն ես, այլ բոլոր այն հայերը, ովքեր ում հետաքրում է թե ինչպես եղավ որ Շուշին հանձնվեց։ Այսպես եղավ որ Շուշին հանձնվեց։ Ինչպես կարելի է ուրեմն անտեսել այս մեր հատուկ ջոկատայինների կատարած այս հրաշալի ու աշխատանքը, որ կարողացել են ժամանակին դեռևս Շուշիի մատույցներից 9 կիլոմետրի վրա հայտնաբերել ամբողջ այն զորախումբը, որ պատրաստվում է հարձակվել Շուշիի վրա եւ չօգտվել առիթից եւ չվերացնել այդ ուրեմն խմբականակը թշնամիների, այդ հատուկ ջոկատայինների։ Հենց այս հարցերի պատասխանն եմ ես ակնկալում հետագայում ստանալ։ Իհարկե, այս իշխանության օրոք ես ոչ միայն ակնկալում եմ, որ պատասխաններ չեմ ստանա, այլ նույնիսկ ակնկալում եմ, որ կարող է ինչ որտեղ նաեւ փորձեն զրպարտության եւ այլն ինչ որ մի բան կհորինեն, էլի այս իշխանություններին հատուկ է կհորինեն եւ այս տեսանյութը տարածելու եւ ամեն ինչի համար մի ինչ որ բան կհորինեն խուսափելու համար պատասխաններ տալուց կհորինեն որպեսզի կարողանան ծածկել իրենց դավադրությունները որը իմ կարծիքով որպես քաղաքացի տեսնելով այս ինչ որ կատարվում է տեղի ունեցել ինչեւ է ինչ էլ որ ուզում է տեղի ունեցած լինել դա կարող է լինել հանցավոր անգործություն ինչպես կարելի է պատերազմի ժամանակ տեսնում եք գյուղերը արդեն տեսնում եք եթե չեմ սխալվում սա ավետարանոց գյուղն է որի ուղղությամբ նրանք շարժվում են ինչպես կարելի է դրսևորել նման հանցավոր անգործություն եթե մի րոպե մտածենք թե սա անգործություն է հանցավոր անտարբերություն բայց ես կարծում եմ դա իմ անձնական կարծիքն է որ այստեղ գործ ունենք մենք դավադրության հետ ամեն ինչը կպարզվի ես համոզված եմ մոտ ապագայում